Կանգնած եք բարդագույն օրթոպեդիկ խնդրի առաջ, ձեզ ասել են, որ դուք այլևս դատապարտված եք ողջ կյանքը անցկացնել հաշմանդամության սայլակի վրա։ Ուրեմն դուք դեռ չեք դիմել Իզմիլյան բժշկական կենտրոն, որտեղ բարդագույն օրթոպեդիկ խնդիրներից ձերբազատվելու լավագույն եղանակն են գտել։ Կենտրոնում իրականացվում են 3D իմպլանտավորմամբ տասնյակ բարդագույն վիրահատություններ, որոնց գերակշիռ մասն իրականացվում է քիչ ինվազիվ եղանակով, որի ժամանակ պացիենտը հաշված օրերի ընթացքում վերադառնում է տուն առողջացած։ Իսկ թե ինչ նորագույն մեթոդի մասին է խոսքը, որ դեպքում է այն կիրառելի, բժշկի մոտ զրուցել ենք Իզմիլյան բժշկական կենտրոնի վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Սահակ Սարիբեկյանի հետ։ Բարև ձեզ Սիրունե ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, օրթոպեդիան բժշկական ոլորտի ամենապրոգրեսիվ եւ ամենավտվտիկ մասնագիտություններից մեկն է եւ մեր մոտ անընդհատ փոփոխություններ են լինում եւ ինչ-որ նոր օպցիաներ են լինում եւ ահա մենք Հայաստանում եւս մեկ նոր օպցիա ունենք եւ գուցե ամբողջ աշխարհում նա շատ նոր չի, բայց բոլոր դեպքերում մեր համար նոր է։ Մենք խոսում ենք 3D տպագրության մասին։ Մեր ունկնդիրները կարծում եմ բոլորը գիտեն դա ինչ է 3D printer կոչեցյալ սարքը, դա սարք է, որը թվային եռաչափ մոդելը կարողանում է վերածի տարբեր նյութերից փաստացի մոդելի։ Ինքը այդ մոդելը տպում պատրաստում է մեկը մեկի այն նրան, թե ինչա տրված թվային իր համակարգչի մեջ։ Եվ այդ տպագրիչ սարքերը ստեղծվել են եւ հիմա ամբողջ աշխարհում շատ տարբեր ոլորտներում իրանք կիրառվում են եւ բժշկությունը բացառություն չի եւ բացառություն չի նաեւ օրթոպեդիան, որտեղ ինքը կիրառվում է հատկապես շատ։ Ինչ ենք մենք կարողանում անենք 3D տպիչով սարքերով։ Նախ սկսենք նրանից, որ ամենապարզ 3D տպիչ սարքերով մենք ստեղծում ենք մեզ համար բարդ դեպքերում վիրահատական, ընդ որում դա կարող վերաբերվի եւ էնդոպրոթեզավորմանը, դա կարող վերաբերվի եւ վնասվածքների ժամանակ օստեոսինտեզին, մենք կարողանում ենք ստեղծենք ճիշտ պլանավորում։ Այսինքն մենք կարողանում ենք վնասված հատվածի կոմպյուտերային տոմոգրաֆիայից ստացած տվյալները բեռնենք 3D printer-ի մեջ եւ ստանանք պլաստիկից մոդել մեր վնասված ոսկրի եւ հատվածի։ Եվ այդ պլաստիկից մոդելը եռաչափ ունենալով մեր ձեռքի տակ կարող ենք շատ ավելի ճշգրիտ պլանավորել մեր վիրահատությունը եւ վիրահատության արդյունքը դառնում է շատ ավելի կանխատեսելի եւ դառնում է շատ ավելի արդյունավետ ի վերջո։ Սա մի ոլորտն է եւ ուղղությունն է, որտեղ որ մենք կարողանում ենք 3D տպագրությունը ստանալ։ Բայց ամենահետաքրքիր ոլորտներից նա է, որ մենք կարողանում ենք արդեն իհարկե դա բարձրորակ բարդ 3D տպիչների մասին է խոսքը, նման տպիչներով կարող ենք ստանալ կոնկրետ մարդկանց համար անհատական իմպլանտներ։ Ինչ ենք մենք հասկանում անհատական իմպլանտ ասելով, երբ որ այս կամ այն խնդրի համար, որը որ չի ենթադրում ստանդարտ գործարանային լուծումներով, խնդիրը չի բավարարվում ստանդարտ գործարանային լուծումներով, մենք նույն ձևի այդ հատվածի սկանավորում ենք ստանում կոմպյուտերային տոմոգրաֆիայով, այդ սկանավորումը վերածում ենք թվային մոդելի եւ այդ թվային մոդելը արդեն տպվում է ոչ թե պլաստիկից, այլ տպվում է ինքը ըստ էության տիտանից, տիտանու փոշից եւ մենք ստանում ենք հիվանդի համար անհատական իր խնդրին համապատասխան, ոնց որ ասում են ձեռնոցի պես իմպլանտ, որը մեկը մեկի իր բոլոր խնդիրների հետ հանդերձ համապատասխանում է այդ խնդիրներին։ Դա շատ լայն օգտագործվում է կոնքազդային հոդի էնդոպրոթեզավորման ժամանակ, բարդ էնդոպրոթեզավորման ժամանակ, ռևիզիոն էնդոպրոթեզավորման ժամանակ, երբ որ ի սկզբանե մենք նախապատրաստվում ենք վիրահատության եւ ուսումնասիրելով մեր հիվանդի տվյալները գալիս ենք եզրակացության, որ այդտեղ ստանդարտ լուծումները արդյունավետ չեն, մենք տալիս ենք այդ հետաքրքիր լուծումը հիմա, որը մենք դեռ 3 տարի առաջ Հայաստանում չունենք։ Արդյոք հնարավոր է մի օր, որ այլևս ոչ միայն բարդագույն դեպքերում, այլ այս սովորական դեպքերում կոնքազդրային խնդրի հետ կապված ցանկացած դեպքում օգտվեն 3D իմպլանտավորումից։ Իրականում պրոգրեսը շատ մեծ է եւ տնտեսականորեն ինչու ոչ, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց օրենքը իմպլանտավորման մեջ ունի մի ոսկյա օրենք,
որքան համակարգը բարդ է, այդքան ինքը խոցելի է։ Այդ իսկ պատճառով մենք չենք կիրառում ավելի բարդ համակարգեր իրավիճակում, որտեղ այդ բարդ համակարգի կարիքը չկա։ Այսինքն, եթե տվյալ իրավիճակում հնարավոր է խնդիրը լուծել պարզ ստանդարտ գործարանային համակարգով, ինքը միշտ գնում ենք այդ քայլի եւ դա խնդիրը արժեքը չի, ըստ խնդիրը անգամ ժամանակը չի, որը ծախսվում այդ իմպլանտը պատրաստելու համար, այլ այդ ոսկյա օրենքն է, որ բարդ համակարգեր իրանք շատ ավելի խոցելի են, քան պարզ համակարգերը, բայց միաժամանակ մենք պետք է հասկանանք, որ բարդ իրավիճակներում դուք չեք կարող պարզ համակարգով փոխարինեք բարդ համակարգը։ Եվ եթե դուք ուզում եք լինեք ունիվերսալ, եթե դուք չեք ուզում ստանդարտիզացված աշխատեք հիվանդի հետ, եթե դուք չեք ուզում, որ ձեր բուժարուն ունենա տարբեր ընտրություններից ընդամենը մեկը, դուք պետք է այդ բոլոր օպցիաների տարբերակներին իհարկե տիրապետեք, որի հնարավորությունը եւ տալիս է 3D իմպլանտը։ Ինչ կապված է ապագայի հետ, այո, ինչու ոչ։ Դերսրանից 5 տարի առաջ մենք անգամ պատկերացում չունենք, որ կարող ենք ունենանք sense լուծում։ Կարծում եմ մենք հիմա էլ պատկերացում չունենք, մենք ինչ լուծումներ կարող ենք ունենանք 10 տարի հետո։ Բժիշկ, իսկ տվյալ մեթոդը ինչքանով է դժվարացրել կամ հեշտացրել կոնկրետ մասնագետի աշխատանքը բժշկի։ Ընդհանրապես այն ոլորտը օրթոպեդիայի, որտեղ դա օգտագործվում է, այսինքն հիմնականում դա բարդ էնդոպրոթեզավորումն է, ինքնին պահանջում է կատարող մասնագետից բավականաչափ խորը գիտելիքներ, անատոմիայի լավ գիտելիքներ, բավականին մեծ փորձ ստանդարտ էնդոպրոթեզավորման, մեծ փորձ ռևիզիոն էնդոպրոթեզավորման, բայց ստանդարտ կոմպոնենտներով եւ միայն դրանից հետո անձը կարող է անցնի 3D իմպլանտավորման, որովհետեւ այնտեղ ամենաբարդ խնդիրը այն ինչ որ դուք ստեղծել եք թվային մոդելով, դուք ստացել եք համակարգչով դուք ստացել եք այդ ախտահարված ոսկրի մոդելը, այնուհետև ստացել եք ձեզ անհրաժեշտ իմպլանտի մոդելը, հետո ստացել եք իմպլանտը, այդ ամեն ինչը մարմնից դուրս շատ գեղեցիկ է։ Բայց երբ որ ժամանակը գալիս է, որ դուք դա պետք է տեղադրեք եւ լուծում տակ բուժարուին, իրադարձության ժամանակ այդ պատկերը այնքան է պարզ չի եւ ինքը շատ ավելի բարդ է եւ իհարկե գիտելիքները պահանջում է, մենք գիտենք դեպքեր, Փառք Աստծո, Հայաստանում մենք չենք հանդիպել նման խնդրի, բայց մենք մեր այլ երկրների գոլեգաներից գիտենք դեպքեր, որ եղել են դեպքեր, երբ որ պատրաստվել է իմպլանտը եւ վիրաբուժը չի կարողացել տեղադրել։ Լինում է այդպիսի բաներ, ել եմ կրկնում։ Այսինքն նաև կրկնակի պատասխանատվությունը պահանջում տվյալ մասնագետից այդ մեթոդի կիրառումը։ Պահանջում մասնագետից ընդհանրապես այդ որոշում կայացնելը, նա պետք է որպես մասնագետ լինի այնքան հասուն եւ կայունացած, որ կարողանա այդ հարցերը իրարից տարբերակել եւ հասկանալ, որ տվյալ վիճակում այլ ելք չկա, պետք է այս ելքը այն բացի դրանից նա այնքան գիտելիք պետք է ունենա, որտեղ երբ որ նախագծվում է այդ 3D իմպլանտը, ինքը միշտ համաձայնեցվում է մասնագետի հետ։ Այսինքն նախնական մոդելներն ուղարկում են մասնագետին եւ մասնագետը պետք է նայելով այդ մոդելին ասի այո, սա այն է ինչ որ ես ուզում եմ, ինձ բավարարում է, իսկ նրա համար որ ինքը նայի ասի որ այն է ինչ որ ես ուզում եմ, ինքը պետք է հասկանա ինչ է ինքը ուզում։ Դա վերացական խաղալիք չի, որ տարանք սիրուն պրինտերի վրա տպեցինք, որ տպեցինք, մեր սաղ բաներ փոխվեց, չէ, դա բարդ վիրաբուժության կոմպոնենտ է ընդամենը եւ դուր է, որը որ հնարավորություն է տալի շատ մարդկանց, որոնք մինչև այդ ուղղակի զրկված են եղել այդ լուծումներից եւ գրեթե այդ մարդկանց մոտ տարբերակներ չի եղել խնդրը լուծելու, այսօր իրանք ունեն այդ տարբերակը։ Բժիշկ, այ դուք ձեր խոսքում ճշմարտացիորեն նշեցիք, որ իսկապես առաջին հայացքից թվում է այ տպվեց եւ այդ մեթոդի կիրառումը շատ հեշտ է, գնաց բժիշկը տեղավորեց վիրահատության ընթացքում եւ վերջ, բայց մենք գիտենք, որ ցանկացած լավագույն, նորագույն մեթոդների կիրառման դեպքում անգամ կան որոշակի բարդություններ, հետվիրահատական բարդություններ, ինչ բարդությունների հետ կարող են առերեսվել պացիենտները տվյալ մեթոդի կիրառումից հետո։ Մեթոդը ամբողջ աշխարհում դեռ տևական ժամանակ, բայց օրթոպեդիայում ընդհանրապես եւ էնդոպրոթեզավորման ոլորտում հատկապես մեթոդի գնահատականը տրվում է ըստ նրա կենսունակության ժամանակի ընթացքում։ Այսինքն էնդոպրոթեզավորման ժամանակ մեր որակի չափման միավորները հիմնական դա ձեր տեղադրած համակարգը
ինչ ժամկետում է կենսունակ, այսինքն ինչքան ժամանակ ինքը կարա ծառայի պացիենտի։ Եվ այդ տեսանկյունից դեռ վերջնական ձևավորված կարծիք 3D իմպլանտների կենսունակության մասին չկա, որովհետև իրանք դեռ այդ ցիկլը կենսական չեն անցել, հա, այդ 10, 15, 20 տարին, որ ակնկալվում է պացիենտի մոտից։ Դրա համար խոսալ ինչ-որ մի բանի բացարձակ արդյունավետության մասին, ընդհանրապես օրթոպեդիայում ընդունված է տվյալ մեթոդի ներդրման պահից որոշակի ժամանակ հետո, երբ որ ժամանակով մեթոդը փորձվում է։ Ինչ կապված է դժվարությունների եւ բարդությունների հետ, նորից եմ կրկնում, դա մեծ բարդ որոշ դեպքերում էական արյան կորստով միջամտություն է եւ իր հիմնական բարդությունը նախ կայանում է իր կատարման մեջ։ Կատարողը պետք է պատրաստ լինի այդ վիրահատությունը կատարել։ Այլ բարդություններ, որպես այդպիսին, որոնք որ կտարբերակվեն ստանդարտ էնդոպրոթեզների բարդություններից հետ վիրահատական շրջանում չկան։ Մենք բոլորս գիտենք, որ էնդոպրոթեզավորման ժամանակ կա այնպիսի բարդություն, որը կոչվում է հարպրոթեզային ինֆեկցիա, որ էնդոպրոթեզավորման ժամանակ կա այնպիսի բարդություն, որը կոչվում է ասենք էնդոպրոթեզի անկայունություն, դրանք ընդհանրացրած են բոլոր տարբերակների համար, բայց կոնկրետ վիրահատական գործընթացի ժամանակ իհարկե տեղադրել 3D իմպլանտ հիվանդին, որ հասել է նրան, որ իրեն պետք է 3D իմպլանտ տեղադրելը, այդտեղ բարդությունները կարող են լինեն բազմաթիվ։ Բժիշկը պետք է շատ փորձառու լինի այդ խնդիրները պատշաճ լուծելու համար։ Բժիշկ, եղել են կոնկրետ վիրահատության դեպքում այնպիսի բարդություններ, որոնք ձեզ համար անգամ այդ պահին զարմանալի են եղել, սպոնտան բարդություններ, որոնց անգամ չեք սպասում։ Տեսեք, վիրահատության ժամանակ ֆորս մաժորներ լինում են միշտ։ Ոչ թե լինում են միշտ, այլ կարող են լինել միշտ։ Եվ այո, բժիշկը պետք է ունենա վիրահատությանը գնալուց պատրաստված սցենարներ։ Սցենար առաջին, սցենար երկրորդ, սցենար երրորդ, ինքը պետք է կանխատեսի այդ հավանական խնդիրները, եթե զարգանան, ինչ է լինելու եւ ինչ լուծում պետք է տրվի այդ վիրահատության։ Որքան վիրահատությունը ավելի բարդ է եւ իրավիճակը ավելի բարդ է, սովորաբար սցենարները լինում են ավելի խուճուճ։ Եվ թե վիրահատարանը իր տեխնիկական հագեցվածությամբ պետք է պատրաստ լինի այդ բոլոր լուծումներին վիրահատության, պետք է չլինի իրավիճակ, որ դուք գնացիք վիրահատության, արեցիք A գործողությունը եւ զարգացումը չեղավ, այնպես ոնց որ դուք կուզեիք եւ դուք այդ զարգացման ուղղակի տեխնիկապես պատրաստ չեք, դուք չունեք ամեն ինչ, որ այդ զարգացումը կանխեք կամ բերեք այն վիճակի, որը ձեզ պետք է։ Եվ երկրորդը իհարկե բժիշկը պետք է լինի բավականին փորձառու, որ կարողանա այդ տեխնիկական միջոցները կիրառի եւ խնդրին լուծում տա։ Բժիշկ, մինչ այս կատարված վիրահատությունները, հա, 3D իմպլանտավորման, ինչ բարդությունների հետ են առերեսվել ձեր պացիենտները, որոնց հետ կարող են կիսվել, որոնց մասին կարող եք կիսվել։ Ունենք արդեն 1 տասնյակի մոտ դեպքեր եւ պետք է ասեմ, որ հիմնականում արդյունքը բավարարող է, թե բուժառուին, թե մեզ։ Մեկ դեպք միայն ունենք, որ կարծես թե բուժառուին շատ թե քիչ բավարարում է, բայց մեզ ոչ այնքան է բավարարում։ Հիվանդը ուղղակի շատ գեր էր, ոսկրային դեֆեկտները շատ մեծ էր։ Դե էնդոպրոթեզավորման մեջ չկա միանշանակ 100%-անոց արդյունք ցավոք սրտի, թող ոչ մի մասնագետ, որը որ լուրջ զբաղվում է էնդոպրոթեզավորումով, չասի, որ բոլոր վիրահատությունները անխաթիր ունեցել են հաջող ավարտ։ Այդպես չի լինում ցավոք սրտի, չնայած որ ես միշտ մեր բուժառուներին էլ, նրանց հարազատներին էլ մեր զրույցների ժամանակ բացատրում եմ, ասում եմ հարգելիներս, ձեզանից ավել հաջորդը, որը որ շահագրգռված է եւ ամբողջ սրտով հոգով ուզում է որ միջամտությունը լինի լավ, որը եւ արդյունքը լինի այն արդյունքը, որը մենք ակնկալում ենք, դա ձեր բժիշկն է։ Ոչ մի հարազատ այդքան չի ուզում, որ ձեր մոտ լինի ամեն ինչ այնքան լավ, ինչքան որ ուզում է ձեր բժիշկը, բայց ցավոք սրտի միշտ չի, որ մեր ցանկությունները եւ իրականությունը համընկնում են, այո, կարող են լինել խնդիրներ, բայց այդ խնդիրները չպետքա դառնա խոչընդոտ, որ մեթոդը պետքա չօգտագործվի։ Նախ խնդիրները միշտ պիտի վերլուծվեն, իրաց պետքա գնահատական տրվի, բժիշկը երբեք չպետքա վախենա բարձրաձայնելու իր խնդիրների մասին, կիսվել իր գործընկերների հետ, ունենալ այդ խնդիրների մասին երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, 10-րդ կարծիքները, անգամ եթե անհրաժեշտություն է լինում դնել այդ խնդիրները
ընդհանուր քննարկումների տարբեր միջոցառումների ժամանակ, կոնֆերանսների ժամանակ, չգիտեմ, հիմա մենք գիտեք on-line շփումը այնքան մեծ է, հազարավոր խմբեր կան մասնագիտական, որտեղ տարբեր խնդիրներ են քննարկվում եւ դրանք միջազգային են, դուք կարեք այդ խմբում ձեր դեպքը դնեք Միացյալ Նահանգներից կարծիք ստանաք, չգիտեմ, Եվրոպայից կարծիք ստանաք, Ռուսաստանից կարծիք ստանաք, դրա համար խնդիրը դա ուսման process է։ Եթե չլինեն խնդիրներ, մենք չենք ունենա նաև արդյունք։ Բժիշկ, իսկ վիրահատությունից հետո որքան ժամանակ է պահանջվում մաքսիմում եւ մինիմում, որպեսզի բժշկի համար, ինչու՞ չէ նաեւ պացիենտի համար արդեն տեսանելի լինի մեթոդի լիարժեք արդյունավետությունը։ Դե տեսեք, մենք հետվիրահատական շրջանում ունենք մի քանի փուլ։ Առաջինը դա վաղ հետվիրահատական շրջանն է, որը մենք գնահատում ենք մի քանի հետվիրահատական օրերի ընթացքում։ Ակնկալիքները մեր վաղ հետվիրահատական շրջանից, որ հիվանդը երկրորդ օր այդ դեպքերում կամ գուցե երրորդ օրը արդեն պետք է ունենա ինչ-որ մինիմալ ակտիվության աստիճան։ Երկրորդ շրջանը դա 1.5-ից 2 ամիս միջամտությունից հետո է, 1.5-ից 2 ամիս միջամտությունից հետո հիվանդը սովորաբար ունենում է արդեն ուրվագծվում է իր այն ֆունկցիոնալ պոտենցիալը, որը ինքը ստացել է միջամտությունից, այսինքն ինքը պետք է քայլի առանց ցավ, այո դեռ քայլակով, այո դեռ ձեռնափայտով, բայց գլոբալ այն հիմնական գանգատները, որի համար որ ինքը եկել է ձեզ մոտ եւ փորձել է ձեզ մոտ լուծում ստանա, այդ գանգատները պետք է չլինեն։ Եվ արդեն 6 ամիս անց վիրահատությունից հետո ըստ էության դուք այս դեպքում կարող եք խոսալ այն վերջնական արդյունքի մասին, որը դուք ստացել եք։ Թեպետ պետք է ասենք, որ ֆունկցիոնալ արդյունքը նաև շատ հաճախ կախված է բուժարուի աշխատասիրությունից, որտեղ մեր մասնագիտության մեջ վիրաբուժությունը անբաժանելի է վերականգնողական բժշկությունից, եւ եթե բուժարուն այս կամ այն պատճառով խուսափում է լիարժեք վերականգնողական ցիկլն անցնելու, բաժնությունները չի կատարում, որն իրան նշանակված է, չի հաճախում վերականգնողական կենտրոնի բժիշկին, որը որ իրան խորհրդատվություններ է տալի, իհարկե վերջնական ֆունկցիոնալ արդյունքը նման հիվանդի մոտ կարող է լինի շատ ավելի ցածր, քան ինքը եւ մենք ակնկալում ենք, դա շատ կարեւոր է եւ աշխատասիրությունը եւ բուժարուի այդտեղ շատ կարեւոր նշանակություն ունի։ Իսկ այսինքն լավագույն դեպքում 6 ամիսը Դե 6 ամիսը այն ժամկետն է, որ մենք ունենում ենք գրեթե այն պատկերը, որից ավել մեկ էլ սպասելիք չունենք։ Իսկ որքան է տևում վիրահատությունը բուն։ Վիրահատությունը շատ տարբեր են, 3D իմպլանտավորումով հիվանդները սովորաբար իրենց վիրահատությունները ու մեր մոտ միջինում տևել են 3-ից 4.5 ժամ այդ դիապազոնում։ Եթե համեմատենք ստանդարտ էնդոպրոթեզավորմանը, պետք է ասենք, որ ստանդարտ էնդոպրոթեզավորման տևողությունը, սովորաբար դա 45-60 րոպե է։ Եվ այդ ժամանակի տարբերությունը իր հերթին պետք է պատկերացում կազմի, որքան դա ավելի բարդ եւ շատ աշխատանք պարունակող process է։ Բժիշկին կան պաթոլոգիաներ, որոնք որ անհամատեղելի են 3D իմպլանտավորման մեթոդը իրագործելու հետ։ Կան պաթոլոգիաներ, որ ընդհանրապես անհամատեղելի են իմպլանտոլոգիայի հետ եւ էնդոպրոթեզ դնելու, դա նախ եւ առաջ այն իրավիճակներն են, երբ որ ոսկրը ընդհանրապես իր որակական ցուցանիշներով սարսափելի ցածր է, դա շատ արտահայտված օստեոպարոզիկ հիվանդներն են, այնտեղ գնալ միջամտությանը էնդոպրոթեզավորման, անկախ նրանից դա 3D իմպլանտա թե գործարանային իմպլանտա ինքը արդյունավետ չի լինում, որովհետև ի վերջո մեր բոլոր վիրահատությունների մեջ հիմքը, որի վրա մենք հիմնվում ենք, դա ոսկրն է եւ ոսկրի որակը ուղիղ համեմատական է այն արդյունքի, որը դուք կստանաք իմպլանտավորման ժամանակ։ Եթե դուք ունեք այս կամ այն պատճառով խիստ նվազած ոսկրի որակ, խիստ նվազած ոսկրի խտություն, իհարկե դա ձեզ պետք է սանձի ձեր որոշումների մեջ, որոշ դեպքերում դա լուծելի խնդիր է, այսինքն հիվանդը ստանում է X ժամանակահատված որոշակի դեղորայքային բուժում հետո գնում է վիրահատության, որոշ դեպքերում այդ խնդիրը լուծելի չի։ Երկրորդ դեպքը, երբ որ մենք ընդհանրապես իմպլանտավորման մասին չենք կարող խոսալ, դա քրոնիկ ինֆեկցիոն օջախն է։ Այսինքն եթե դուք ձեր իմպլանտի տեղադրման հատվածում
անգամ 5% կասկած ունեք, որ այնտեղ կա ինֆեկցիոն process, իհարկե գնալ նման իմպլանտավորման դուք չեք կարող, առավել եւս 3D իմպլանտավորման, այդքան բարդ, այդքան իր պատրաստման ցիկլը տենց պրոբլեմատիկ վիրահատություն է, դա անել այդ ամեն ինչը եւ ընդհանրապես մի քանի օր վիրահատությունից հետո տեսնել, որ դուք վերքի հետ կապված խնդիր ունեք, իհարկե գնալ դրան դուք իրավունք չունեք։ Մնացած բոլոր դեպքերում կարծում եմ տենց որպես այդպեսին հակացուցում 3D իմպլանտին չկա եւ ինքը կիրառելի է շատ տարբեր դեպքերում։ Ունեք նշանաբան, որով առաջնորդվում եք ամեն անգամ վիրահատարան մտնելիս։ Մենք ամեն անգամ վիրահատարան ինֆոն նշտարը վերցնում եմ ձեռքս, միշտ բանում եմ վերև, ասում եմ Աստված շատ չհամարի այս մարդու համար, որովհետև իրականում ես ասել եմ միշտ եւ ասում եմ, որ բժշկի ընդհանրապես եւ վիրաբուժի հատկապես ճանապարհները շատ հաճախ են խաչվում Աստծո ճանապարհների հետ եւ երբ որ մարդը որոշակի ժամանակ աշխատում է իր մասնագիտության մեջ, ինքը իսկապես տեսնում է ոնց է անբացատրելի զարգացումներ կարող են լինել այս կամ այն հիվանդի մոտ, ինչու է դրական եւ այնպես էլ բացասական, որը որ դուք չեք կարողանում այդ պահին բացատրեք որևիցե տրամաբանական հիմնավորում տալով, այդպիսի բաներ կան բժշկության մեջ եւ ամեն մարդ իր վիրահատան ընդհանրապես վիրաբույժները իրանք որքան էլ որ թվում է որ իրանք աթեիստ են, հա, իրանք շատ սնահավատ են սովորաբար եւ շատերը, հա, իրանք կարող է սնահավատություն լինի, չգիտեմ, իրադարձության վրա։ Օրինակ ես վաղուց եկել եմ մտքին, որ եթե ես ունենում եմ վիրահատությունից առաջ ինչ-որ լարված հաշկոսակցություն, բաժանմունք ու գործերով աշխատանքային, դա միշտ արտացոլվում է վիրահատության վրա, միշտ, ես չգիտեմ դա ոնց է անվանվում, ուզում եք էներգետիկա անվանեք, ուզում եք աուրա անվանեք, դրա համար ես աշխատում եմ բոլոր աշխատանքները կազմակերպչական բաժանմունքի թողեմ վիրահատական գործողություններից հետո։ Երբ որ դա լինում է վիրահատական գործողություններից առաջ, դա իհարկե ազդում է կարող է ազդի վիրահատության վրա։ Իսկ ինչ կապված է հիվանդի հույսերի հետ, մենք ունենք մեկ շատ լավ ձևաչափ, երբ որ մտնում ենք պացիենտի մոտ վիրահատությունից հետո արդեն մենք իրեն խորհուրդ ենք տալի, ինքը միշտ իրեն համեմատի նախորդ օրվա հետ։ Որովհետև մարդիկ շատ հաճախ իրենց համեմատում են իրենց առողջ վիճակի հետ։ Իսկ վիրահատությունից հետո միանգամից առողջ վիճակի մոտենալը շատ դժվար է, բայց եթե մարդը համեմատում է ամեն օր իր նախորդ օրվա հետ եւ ինքը տենում է այդ դինամիկան եւ դրական փոփոխությունները, որ իր մոտ լինում է, այդ ոգևորությունը իրան թույլ է տալիս շատ ավելի արագ որականգնվել, որովհետեւ իսկապես այդ հոգեբանական վիճակը հիվանդի շատ կարևոր է իր վերականգնողական փուլի համար։ Շնորհակալ եմ բժիշկ։ Խնդրեմ, առողջություն ձեզ։